Երկու հարգելի հեռուստադիտող, եթերում Ռևոլյուցիան է։ Անցած շաբաթը հագեցած էր բավական իրադարձություններով, որոնցով պայմանավորված են լինելու, կարելի է ասել, առաջիկա 1 տարվա քաղաքական զարգացումները։ Վերջապես ուրվագծվում է Հայաստանի Հանրապետական կուսակցություն եւ Դաշնակցություն կուսակցությունների համագործակցության ձևաչափը։ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը օրերս, ինչպես եւ սպասվում էր, ընտրեց մարդու իրավունքների պաշտպանի իշխանության թեկնածուին։ Ազգային անվտանգության ծառայության նոր պետ նշանակվեց։ Ուրբաթ օրը երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն իր նստավայրում ընդունեց Հայաստանի օրենսդիր դատական գործադիր մարմինների բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, խմբակցությունների ներկայացուցիչների եւ հանդես եկավ ծավալուն ելույթով, որն այս օրերին վստահ ենք լայն քննարկումների առիթ կհանդիսանա։ Այսօր մեր տաղավարում կզրուցենք Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ։ Սամվել Ֆարմանյան ծնվել է 1978 թվականին Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում։ 1999 թվականին ավարտել է Երևանի Պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը։ 2001 թվականին Երևանի Պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի մագիստրատուրան։ 2003 թվականին Լունդի համալսարանի մագիստրատուրան, Շվեդիա, արվեստների մագիստրոս, պատմագետ։ 2004 թվականին ավարտել է Երևանի Պետական համալսարանի ազգագրության ամբիոնի ասպիրանտուրան, պատմական գիտությունների թեկնածու։ 2011 թվականից դասավանդում է Երևանի Պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում։ 2003-ից 5 թվականներին Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղում աշխատել է քաղաքացիական հասարակություն եւ զանգվածային լրատվության միջոցներ ծրագրերի համակարգող։ 2005-ից 6 թվականներին եղել է արտաքին քաղաքականության եւ արտաքին կապերի հարցերով ազգային ժողովի նախագահի խորհրդական։ 2008 թվականի ապրիլին նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի ռեֆերենտ, մայիսին Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար։ 2010-ից 12 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստաընկերության եւ Հայաստանի Հանրապետության հանրային ռադիոընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն։ 1998-ից 2001 թվականներին ղեկավարել է Երևանի Պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը եւ ուսանողական խորհուրդը։ 2006 թվականին հիմնադրել է Շվեդիայի գիտակրթական հաստատությունների հայ շրջանավարտների ասոցիացիա ՀԿ-ն։ 2012 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է։ 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ազգային ժողովի падգամավոր։ Հեղինակ է ճապոնական հրաշք եւ ճապոնացիները մենագրության, գիտական եւ հրապարակախոսական հոդվածների։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։ Բարեկո պարոն Ֆարմանյան, շնորհակալ եմ մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Ուզում եմ սկսենք Սերժ Սարգսյանի ելույթից, որը անսպասելի էր նախ այս ընթացքում։ Ուզում եմ առաջին հերթին հարցնեմ նաև որպես հանրապետական կուսակցության падգամավորի, ինչով էր պայմանավորված այս ելույթը, անհրաժեշտությունը այսօր հենց այս պահին եւ ում էր այն ուղված առաջին հերթին, որովհետեւ այդ ելույթի ընթացքում ներկային օրենսդիր, գործադիր մարմնի բոլոր ներկայացուցիչները, պետական ամբողջ, այսպես ասեմ, քաղաքական էլիտան, նաեւ ազգային ժողովի տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ, օրինակ ասենք Բարգավաճ Հայաստանի եւ այլն, այսինքն ամբողջ քաղաքական էլիտան ներկա էր նախագահի նստավայրում այդ օրը ելույթը ունկնդրելու համար։ Ում էր ուղված։ Նախ շնորհակալություն կրկին հրավերի համար։ Ես կարծում եմ, որ նախագահ Սարգսյանի ելույթը դա խոշոր հաշվով ապագա Հայաստանի տեսլականն էր, նոր Հայաստանի, որ հանրապետության նախագահը ներկայացրեց, եւ ինչու հիմա եւ առավել քան տրամաբանական է։ Այն առումով, որ մենք Սահմանադրության փոփոխություններից հետո գործ ունենք ըստ էության նոր մեկնարկային մի իրավիճակի հետ, երբ փոփոխություններով պայմանավորված այդ ամբողջ զարգացումները մեր պետականության ապագա ընթացքը բերելու է ինչ-որ հանգրվանի։ Ահա նախագահը ներկայացրեց այն նոր Հայաստանի տեսլականը, որ որպես սահմանադրական փոփոխությունների արդյունքում ձեռնարկվելիք քայլերի, որոշումների վարքագծի արդյունք, թե մենք ինչ նշանակետի
պետք է խփենք, ինչ նշանակետի պետք է հասնենք։ Այս առումով կարծում եմ, որ նախագահ Սարգսյանի ելույթը իսկապես ոչ միայն ծրագրային էր, այլ կանխորոշիչ է լինելու Հայաստանի ապագա զարգացումների համատեքստում։ Այսինքն անհրաժեշտությունը պայմանավորում եք սահմանադրական փոփոխություններով, որովհետև այսպես ասած ամբողջովին քաղաքական համակարգը փոփոխությունների է ենթարկվում, հա։ Ես ուզում եմ նաև մեջբերել հեռուստադիտողի համար, իհարկե մեջբերման համար շատ հատվածներ կային, կփորձենք որոշակի առանձնացնենք, ես նաև ինչ-որ իմաստով բլոկերի եմ բաժանել։ Սահմանադրության փոփոխություններն էականորեն ամրացրել են մեր երկրում քաղաքական կայունության երաշխիքները, ամրագրել են պետական իշխանության ձևավորման և դրա իրացման նոր փիլիսոփայությունը, հստակեցրել են քաղաքական իշխանության և ընդդիմության նոր դերակատարությունը, բայց այդ ամենը միս ու արյուն պետք է ստանա իրականության մեջ, սնվելով մեր գործողություններից ու որոշումներից, քաղաքական ուժերի վերանայված վարքագծից ու նրանց հանրային ընդլայնված պատասխանատվությունից։ Մենք այլ ընտրանք չունենք, քան անցնել այդ ճանապարհով, փոխելով մեր իրականությունն ու վերափոխելով մեզ։ Այս օրերին կարծիքներ են հնչում, որ այո, Սերժ Սարգսյանն իր ելույթում իր այսպես որպես Հայաստանի տեսլական, ապագայի տեսլական ներկայացրեց մի երկիր, թե ինչպիսին ենք մենք ուզում դառնանք, որի մասին երազում է ցանկացած հայ քաղաքացի, հա, ոչ միայն հայաստանցի, այլ նույնիսկ Սփյուռքի որևէ հայ ներկայացուցիչ, որն ուզում է տեսնել ամուր, կայացած բոլոր ինստիտուտները գործող իսկապես երկիր, բայց դրա համար անհրաժեշտ են արմատական նաև փոփոխություններ։ Ձեր կարծիքով, երբ որ Սերժ Սարգսյանն ասում է, որ պետք է նաև վերափոխենք ինքներս մեզ, դա ինչ է նշանակում։ Ինչպիսի փոփոխություններ են սպասվում։ Սպասենք փոփոխությունների եւ ինչպիսի։ Գիտեք, փոփոխությունների սպասել իհարկե պետք է եւ դա ակնհայտ է, որովհետև բարեբախտաբար բոլորիս համար հանրապետության նախագահ երբևէ չի զլացել մեր կյանքում առկա գոյություն ունեցող բաց թողումները մատնանշելուց եւ դրանց մասին բարձրաձայնելուց, զուգահեռ նաեւ ցույց տալով, ուրվագծելով զարգացման այն հեռանկարները, որոնք տանելու են այդ խնդիրների լուծմանը։ Վերափոխելով ինքներս մեզ։ Բնականաբար, երբ որ նոր սահմանադրությունը դրվել էր հանրաքվեի եւ շատ հաճախ խոսվում էր, տարբեր տեսանկյուններից ներկայացվում էր, մեր հիմնական փաստարկն այն է, որ սահմանադրական փոփոխությունները նոր հորիզոն են բացելու մեր պետականության զարգացման տեսանկյունից եւ պետականության զարգացման, պետականաշինության մեր հետագա ընթացքի մասին, երբ որ մենք խոսում ենք, անշուշտ մենք չենք կարող պատկերացնել միայն սահմանադրաիրավական կարգավորումները, որովհետեւ քաղաքական կամքը տվյալ պարագայում ամենամեծ քաղաքական պատասխանատվություն ունեցող ուժի նրա առաջնորդի հանրապետության նախագահի կողմից նույնքան կարևոր գործոն է եւ ահավասիկ հանրապետության նախագահի հստակ այն ուրվագծումները մեր պետականության ապագայի հետ կապված, հասարակական քաղաքական հարաբերությունների ապագայի հետ կապված, նաեւ որ պակաս կարևոր չէ քաղաքական կամքի արկայության հետ կապված, սրանք բացում են այն լավատեսության պատուհանները մեր ապագայի թե ինչ ճանապարհով ենք անցնելու։ Չենք կարող մենք շրջանցել փոփոխությունների անհրաժեշտությունը, բայց փոփոխությունները ասելով պետք է ի նկատի ունենանք եւ հանրապետության նախագահը իմ կարծիքով շատ նաեւ պատկերավոր եւ ճիշտ նկատառում ներկայացրեց, որ մենք ի նկատի չունենք հեղափոխություն։ Եթե հեղափոխություն ի նկատի ունենք, ապա բացառապես դա մտքի հեղափոխության մասին պետք է լինի, այո, մեր մտքերի հեղափոխության։ Բայց մարդիկ կան, որ ուղեղները ունակ չեն հեղափոխվելու։ Տեսեք, Հայաստանում շատ հաճախ, երբ որ մենք խոսում ենք փոփոխությունների մասին, միշտ հակադրության մեջ ենք տեսնում իրականության, այսպես ասած, ստատուս քվոյի հետ։ Մեր ապագայի բանալին դրված է ոչ ստատուս քվոյի պահպանման հետ, մեր իրականությունը փոփոխությունների շատ դեպքերում արմատական փոփոխությունների կարիք ունի եւ ոչ էլ այն փոփոխությունների հետ, որոնք ցավոք սրտի նաեւ քաղաքագիտական առումով թերևս ոչ ճշգրիտ երբեմն մտազուգորդվում են, ներկայացվում են որպես հեղափոխություն։ Հայաստանի ապագան ընկած է այդ փոփոխությունների անխուսափելիության մեջ եւ բնականաբար բոլոր կարող ռեսուրսների ներգրավմամբ, մասնակցությամբ եւ հանրապետության նախագահի կողմից այդ ուղերձ ինքնին չափազանց կարեւոր էր, որ սահմանադրության փոփոխություններից հետո յուրաքանչյուր քաղաքական միավոր, անհատ, խումբ, քաղաքական հոսանք, որը սեփական պատկերացումներն ունի Հայաստանի ապագայի վերաբերյալ,
պետք է ունենա հավասար մրցակցային հնարավորություն հայցելու հասարակության աջակցությունը եւ կյանքի կոչելու սեփական ծրագրերը։ Եվ կրկնակի կարևոր էր ուղերձը, որ շատ դեպքերում ցանկացած իշխանություն, գիտեք, որը ամբողջական իշխանություն ունի, հակված է իր ներսում նաև խնդիրներ հարուցելու, կապված մտայնությունների հետ։ Նախագահը հստակ ասեց, որ գիտեք, այն մարդիկ, ովքեր քաղաքական իշխանության մաս չեն, չի կարող ստացվել, որ մեզանից պակաս հայրենասեր են, կամ մեզանից ավելի քիչ կարողություն։ Քննադատողները, այո, եւ այդ ամենը պետք է նաեւ դիտարկել եւ ընդունել անլույսի ներքո, որ համանդրական նոր փոփոխությունները ճանապարհ են բացել նաեւ մեր քաղաքական հարաբերությունների փոփոխությունների համար։ Եվ իհարկե այս ճանապարհը երկարատև է լինելու, բայց ուղեկցվելու է հստակ, կոնկրետ, չափելի ձեռքբերումներով։ Հիմա երբ որ մենք շատ հաճախ խոսում ենք այդ փոքրիկ ձեռքբերումների մասին, ես կրկնվում եմ, որ մենք հակված ենք դա չտեսնելու, ինչ որ առումով չարժևորելու եւ սա օրինաչափ է, որովհետեւ մեր ակնկալիքները ապագայից շատ ավելի մեծ են։ Հիմա նույն հաջողությամբ, եթե մենք տնտեսության կողքին դնենք նույն մամուլի ազատության խնդիրները, որ կան, ասենք տասնամյակներ առաջ կամ տարիներ առաջ հաստատ որևէ մեկի մտքով չէր անցնի, որ դուք այս քաղաքական թիվ 1 այսօրվա դրությամբ տաղավարից կարող եք նման սուր հարցեր տալ որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ։ Սա էլ է ձեռքբերում է, բայց ուզում եմ ասեմ, այս փոքրիկ ձեռքբերումները մենք պարտավոր ենք նկատել, հակառակ դեպքում այդ նիհիլիզմը մեզ չի տանի ապագա խնդիրների լուծման ճիշտ ճանապարհով։ Բայց եւ նաեւ չբավարարվել նրանով ինչ կա, որովհետեւ իսկապես բավարարվելու տեղ չկա։ Եվ առաջ ընթանալ լուծելու մեծ խնդիրները, որ կան, բայց լուծելով այնպես, որ ճանապարհին մենք սայթակումներ չունենանք, որովհետեւ մեր պատմությունը դասավորվել է այնպես, որ մենք սխալվելու ուղղակի գուցե այլ հնարավորություն այլևս չունենք։ Իսկ այն, որ մեր երկիրը եւ ժողովուրդը փոփոխությունների իսկապես մեծ կարիք ունի, եւ որ հանրապետության նախագահը ներկայացնում է այդ ճանապարհը, սա ինքնին չափազանց կարեւոր ուղերձ է։ Դուք ասում եք ում է ուղված, դա ուղված է բոլորին, դա ուղված է հասարակության յուրաքանչյուր անդամին։ Եթե կարծենք դա ուղված է պետական իշխանության յուրաքանչյուր ներկայացուցիչի, հանրային պետական ծառայողից մինչև քաղաքական պատասխանատվություն։ Իսկ մե դրա համար էին նստավայրից դուրս գալիս, բոլորը շատ մռայլ դեմքերով էին հիմնականում։ Ես մի մասը չէր հասկացել ինչա կատարվելու, ինչ է սպասվում, մի մասը նախագահի, ամեն դեպքում նախագահը նաև նախատեց պետական պաշտոնյաների նույն համայնքային ծառայողների, համայնքների ղեկավարների եւ այլն տարբեր պաշտոնյաների, որոնք իրենց թերացումները, իրենց չարածին արդարացում են գտնում ուղղելով սլաքը իշխանությունների, կոնկրետ ինձ թվում է նախագահը նկատի ուներ հենց նախագահի ինքին, որ ասում են, թե համաձայնեցրել են հրահանգը վերևից, այդ ամեն դեպքում նախատին կա ու մռայլ դեմքերով էին դուրս գալիս, շատերը չէին հասկանում ինչ է կատարվում։ Գիտեք, ճիշտ ասած, անկեղծորեն ես չեմ տեսել դեմքերը, բայց ես կարծում եմ, որ ոչ մռայլվելու, ոչ վաց գալու առիթ կամ կարիք մեզանից եւ ոչ մեկը չունի, այլ ճիշտ հակառակը դա նոր պատմական իրականությունով պայմանավորված, կրկնում եմ, Սահմանադրության ընդունումից հետո այն ուղենիշներն է, որի ճանապարհով մենք պարտավոր ենք գնալ։ Եվ եթե կուզեք, գուցե մենք այլընտրանք էլ չունենք քանացնելու այդ ճանապարհով, դատելով այն աշխարհակաղակական միջավայրը, որտեղ մենք ապրում ենք, դատելով այն մարդահրավերները, որ մենք ունենք, հազար ու մի հարցի վերաբերյալ, մենք պարտավոր ենք այդ նեղ կածանով անցնել, ինչպես ընդունված է անցնել, առանց սայթակելու, առանց սխալվելու։ Եվ բնական է, որ պետական պաշտոնյաների կամ ոչ պետական պաշտոնյաների մեջ կլինեն մարդիկ, ովքեր դժվարությամբ կարող են համակերպվել նոր ներկայացվող պահանջներին, բայց ես չեմ կարծում, որ դա վերաբերում է մարդկանց մեծամասնությանը, այլ հակառակը, նախագահի ուղերձը հստակ էր, որ մենք պետք է վերափոխելով մեզ, դա մի քիչ բարդ է հնչում, բայց թույլ չտանք նախկին սխալները, որոնք բոլորս մեզանից յուրաքանչյուրը արել է, հանգամանքներով պայմանավորված, բայց դա նշանակում է նաև բազմաթիվ մարդիկ, պաշտոնյաներ, գերատեսչությունների աշխատակիցներ, որովհետև մինչև հանրային ծառայողի մակարդակ նշել էր նախագահը, որ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին զբաղեցրած։ Գիտեք, ես հակառակ կողմից եմ նայում այդ ամենը, այն առումով, որ եթե պետական իշխանությունը իդեմս հանրապետության նախագահի հստակ ուրվագծում է ապագա մեր Հայաստանի տեսլականը, շատ ավելի հեշտ է որևէ հանրային պետական ծառայողի համար կամ հասարակության յուրաքանչյուր անդամի համար իր տեղը տեսնել այդ ապագա Հայաստանի տեսլականի կյանքի կոչման ճանապարհին, քան հակառակը այդ ծրագրային, այսպես ասած,
ծրագրային ընթացքը մեր պետականության բերել մտազուգորդել սեփական բացթողումների հետ։ Իհարկե այն բացթողումները, որ կան եւ հանրապետության նախագահը դրանք թվարկեց, դրանցից մի երկուսը դուք նաև վկայակոչեցիք, իրենց տեղը պետք է զիջեն ավելի բնականաբար աշխատավոճի, որը Հայաստանը դեպի նոր հանգրվանի կհասնի։ Եվ երբեք ամոթ չէ սեփական սխալների վրա սովորել, եւ ես չեմ կարծում, որ հանրապետության նախագահի ելույթը ուղղված էր ինչ-որ մարդկանց ինչ-որ տեղից վերցնելու, փոխարինելու այլ մարդկանցով, բացարձակ դա շատ ավելի խորը, շատ ավելի հեռու գնացող եւ ծրագրային ելույթ էր, թե ինչպիսի մասնաբաժին պատասխանատվություն մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է ունենալ անցնելու այն ճանապարհով, որը կբերի այն Հայաստանին, որին անշուշտ բոլորս ձգտում ենք, երազում ենք, արժանի ենք այդ ճանապարհին հաղթարելով։ Պարոն Ֆարմանյան, որքան էլ ուզում ենք չանձնավորել, բայց ինքներս ենք հասկանում, որ կան ոլորտներ, որոնք նույն անձը, ասենք տարիներ շարունակ պաշտոնավարում է եւ սпасել նրանից եւս ինչ-որ հնարավորություն տալ այդ պաշտոնյայից, որ ինքը կարդարացնի կամ ավելի արդյունավետ կաշխատի, դա անհնար է, այսինքն կապ ունի մարդու փորձառությունը, կապ ունի այն մարտահրավերները, որ եւ տարածաշրջանը եւ այսօրվա կյանքի ռիթմը, հա, զարգացումների ռիթմը պահանջում է, անհնար է առանց այդ փոփոխությունների։ Գիտեք, ցանկացած իրավիճակում խնդիրները վերհանելու, վերլուծելու երկու ճանապարհ կա։ Ճանապարհներից մեկը սովորաբար ոչ ամենաարդյունավետը, դա այն է, ինչի մասին մենք հիմա խոսում ենք, փնտրել առանձին վերցրած մեղավորներ, իրեմս կոնկրետ մարդկանց եւ մեր ունեցած խնդիրները, որոնք մենք բոլորը ցանկանում ենք, որ չլինեն կամ ապագայում լուծումներ ստանան, բարթել այդ կոնկրետ մարդկանց վրա։ Իհարկե իմ ասածը չի ենթադրում, որ դա չկա։ Ասենք ես որպես падգամավոր, մեկը որպես նախարար, երրորդը որպես մարզպետ, գուցե չեն աշխատում այնպես, ինչպես կարող են կամ պարտավոր են աշխատել։ Բայց շատ ավելի իմ կարծիքով տեղին է հատկապես նախագահի ելույթի համատեքստում պատասխանատվությունը եւ համակարգային մտածողությունը, թե մենք ինչ ընթացքով ենք ցանկանում ճանապարհ անցնել։ Առանձին վերցած անհատները իհարկե կարևոր են, բայց շատ ավելի կարևոր է այն համակարգված մտածողությունը, որի պատուհանը իսկապես նոր սահմանադրությունը մեզ համար բացել է։ Տեսեք, մենք շատ հաճախ ենք, չէ, թիրախավորում, ասում մարդիկ տասնամյակներով եւ այլն։ Կարող են լինել մարդիկ, ովքեր տասնամյակներով որևէ պետական պաշտոն զբաղեցնեն եւ լինեն չափազանց արդյունավետ։ Դա իմ պատկերացմամբ ճիշտ գնահատման չափանիշ չի։ Եվ հակառակը կարող է մարդը որևէ պետական պաշտոն զբաղեցնի ընդամենը 3 ամիս եւ այդ 3 ամսում հասցնի ապականել այդ համակարգը այնպես, որ հետո տարիներ պահանջվեն այն շտկելու համար։ Այնպես որ իմ կարծիքով այդ հակադրությունը, որ երբեմն մեր մամուլում, մեր քաղաքական փորձագիտական շրջանակներում կա, ինչ որ առումով որքան էլ օբյեկտիվ են իրանց ծննդաբանության, բայց արհեստականության որոշ եզրեր ունեն։ Այնպես որ Հայաստանի ապագա ընթացքը պահանջում է, ինչպես հանրապետության նախագահը ասաց, որ մեզանից յուրաքանչյուր, այսինքն բոլոր այն մարդիկ, ովքեր պատասխանատվություն են վերցրել պետական հանրային ծառայության, իրենց բաժին աշխատանքով նպաստեն, որպեսզի մեր երկիրը օր առաջ գնա այդ փոփոխությունների ճանապարհով եւ ավելի հստակ, ավելի ազդու, ավելի ուժեղ ազդակ հենվելով սահմանադրության նոր տարբերակով ընձեռված հնարավորությունների վրա, մենք այս պայդրությամբ հազիվ թե կարող ենք նախագահը չասեր այդ պաշտոնյաների, այդ հանրային ծառայողների մոտ այդ գիտակցումը չէր առաջանա, էլի։ Փաստորեն այդպես է ստացվում։ Գիտեք, ես հասկանում եմ ձեր հարցադրման ենթատեքստը եւ նույնիսկ մարդկանց եմ արդեն պատկերացնում եւ կիսում եմ ձեր որոշակի հեգնանքը որպես մարդ, բայց այդուհանդերձ եկեք չմոռանանք, որ նորից եմ կրկնվում, հանրապետության առաջնորդի կողմից հնչեցված ելույթը շարունակական քայլերի իմ պատկերացմամբ տրամաբանական, գուցե շատ հանգուցային, կարևոր հանգրվաններից մեկն էր, որը իր հերթին հիմա ճանապարհ է բացելու հետագա գործողությունների համար։ Եվ բոլոր այն մարդիկ, բոլոր այն քաղաքական միավորները, առանձին վերցած անհատները, ովքեր իրենց բաժին մասնակցությունը ապագայի համար տեսնելու են, ինչ որ առումով նորոգված վստահությամբ եւ նորոգված ջանքերով պետք է լծվեն մեր պետականության հետագա ուրեմն կայացման գործին, որովհետեւ պատմական հանգամանքները դասավորված են այնպես, որ ցավոք սրտի մենք կրկնվում եմ, ստիպված ենք այդ մեկ լարի վրայով շատ զգուշորեն, շատ խոհեմաբար, առանց զայթակումների, բայց այդուհանդերձ անցնել։ Մենք այլընտրանք չունենք։
ուզում եմ նաև նշեմ նախագահի այսպես խոսքից մի հատված, որը կարծում եմ նաև հատկապես կուսակցություններին, իշխող կուսակցություններ, ինձ թվում է նաև հատկապես ուղղված, մեջբերում եմ, ուզում եմ շեշտել նաև, որ ապագա խորհրդարանում որևէ կուսակցության կամ անհատի տեղը այսօր երաշխավորված չէ։ Թող ոչ մեկը հույս չունենա, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում լինելու են հեշտ հաղթանակներ։ Մենք որպես իշխող քաղաքական ուժ կրում ենք նաև լրացուցիչ պատասխանատվություն ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակի համար։ Սա ում էր ուղղված։ Այսինքն կուսակցություններին բոլորին, բայց կարծում են հանրապետականներին։ Սա հանրապետության նախագահի կողմից որպես մեր պետության առաջնորդ ուղղված է բացառապես բոլորին, ովքեր քաղաքական, այսպես ասած, հարաբերություններում մասնակից են։ Հիմա ասեմ, բնականաբար դա ուղղված է նաև հանրապետական կուսակցության, այսինքն որովհետև մեծ մասը այնտեղ չգիտես, այսինքն ինչով են զբաղված։ Գիտեք, հիմա դուք կարող եք թիրախավորել իշխող կուսակցությանը, բայց ես դա տեսնում եմ որպես ուղերձ ուղղված քաղաքական համայնքի բոլոր մասնակիցներին։ Եվ շատ ավելի կարևոր հատված դուք նախագահի ելույթից ուղղակի դուրս թողեցիք, որը վերաբերում էր հետևյալին, որ ընտրությունների անցկացման որակը շատ ավելի կարևոր է, քան դրանց արդյունքները։ Երբ որ Սահմանադրության նոր նախագիծը քննարկումների փուլում էր, շատ քննադատներ Սահմանադրության նոր փոփոխություններին, դուք հիշում եք ինչ տեսակ մեկնաբանություններով, քննադատություններով էին հանդես գալիս։ Եվ այն ժամանակ հնչեցվում էր կարծիք, որ այս Սահմանադրության նախագիծը իսկապես հնարավորություն է տալու փոխելու քաղաքական կյանքի խաղի կանոնները, ամեն ինչ այդ ոչինչ սկզբունքը, որի մասին շատ է խոսվել։ Եվ հանրապետության նախագահը, որպես այդ գործընթացների երաշխավոր, մեկ անգամ եւս իլուր աշխարհի, իլուր բոլոր քաղաքական գործընթացի մասնակիցների հայտարարում է, որ քաղաքական ընտրությունների գալիք խորհրդարանական որակը անցկացման դրա տեխնոլոգիաները շատ ավելի կարևոր են, քան այն արդյունքը մենք կսպասենք։ Եվ ինչ որ պահի բնականաբար մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, այո, ցանկացած կուսակցություն ձգտում է ստանալ առավելագույն թվով քվեներ։ Եվ դա շատ օրինաչափ է, հակառակը կլիներ անտրամաբանական։ Բայց որպես պատասխանատվություն կրող քաղաքական ուժ, նաև մենք պարտավոր ենք հաշվի առնել այն, ինչ ասաց շատ բաց հանրապետության նախագահը։ Դա վերաբերում է ընտրությունների ընթացքի որակին, նաև ընտրական նոր օրենսգրքի մշակմանը, նաև նրան, որ կրկնում եմ, բոլոր քաղաքական միավորները պետք է հնարավորություն ունենան հավասար մրցակցային պայմաններում հայցելու հասարակության աջակցությունը։ Եվ ստեղ էլ շատ կարևոր է, որ այդ մտայնությունը թևածող լինի ընդդիմության շարքերում, լինի քաղաքական իշխանության, որ այդ քաղաքական իշխանությունը մեզանից քիչ հայրենասեր է, մենք ամենահայրենասերն ենք, կամ հակառակը նույն մեր շարքերում կարող է լինել մտան, սա պետք է տեղը զիջի այն ապագա Հայաստանի տեսլականին, որտեղ քաղաքական մրցակցությունը դեռ չի նշանակի քաղաքական պիտակավորում, արատավորում, թշնամիներ եւ այլն։ Մենք դրա կարիքն ունենք։ Դա իհարկե քաղաքական մշակույթի խնդիր է, որը քիչ-քիչ է ձևավորվում։ Քաղաքական մշակույթը սատիկ ձևավորվում է նաև նման ելույթների, նաև նման վարկածի, նաև որոշումների իշխանությունը, որպեսզի բանավեճ ծավալվի իսկապես, այսինքն դա պետք է լինի։ Ես ուզում եմ խոսել տնտեսական բլոկի մասին, որտեղ այսօր ամենամտահոգող ոլորտներից է քաղաքացիներին սոցիալ-տնտեսական ոլորտը, հատուկ անդրադարձեր կատարվել նախագահի կողմից իր ելույթում, ընդ որում մենք երբեմն լսում ենք վերջերս օրինակ եղավ Ամերիկայի դեսպանի խոսքը, հա, հարցազրույցներում, ասենք նշվում են կամ միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչները, երբ որ նշում են մեր երկրի տարբեր ոլորտների խնդիրների մասին, նույնիսկ այս ելույթում շատ ավելի սուր ու կոշտ էր նախագահը խոսել, քան նույնիսկ դեսպանը կամ այլ, ովքեր ավելի նուրբ են նույնիսկ խնդիրները ներկայացրել, այստեղ շատ ավելի կոշտ էր եւ նախագահը նշեց շատ կարևոր էր եւ ինքն էլ նշեց, որ չեմ խորշելու կրկնել հիմնական սկզբունքները, խոսքս տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովման եւ հովանավորչության վերացման մասին է, պետական համայնքային բյուջեների եւ վարկային միջոցների անձեռնմխելիության մասին է, խաղի նոր կանոնները անխտիր բոլորի վրա հավասարապես տարածվելու մասին է եւ նշում էր այլ հատվածներում, որ դա վերաբերվում է բոլորին, իշխանության կապ չունի վերին եւ ստորին օղակներին ու բոլորին է դա վերաբերվելու, որքանով, այսպես ասած, խաղի կանոնները
բոլորը սպասում էին, որ խաղի նոր կանոններ կդրվեն եւ կպահպանվեն։ Երբ սա կյանքի կկոչվի եւ արդյոք չեն մնա ուղղակի որպես գեղեցիկ խոսքեր, հա։ Տեսեք, մենք որպես հասարակություն, եւ դա ես համարում եմ մեր հասարակության ամենա դրական հատկանիշներից մեկը, մենք միշտ ավելի մեծ սպասումներ ունենք մեր շրջապատող իրականությունից, քան երբեմն դեպքերի ընթացքը օբյեկտիվորեն կարող են ապահովել, եւ դա շատ լավ է։ Այդ ճանապարհին բնականաբար երբեմն մենք օբյեկտիվորեն մեր ունեցած թեկուզ փոքրիկ ձեռքբերումները տեսնելով հանդերձ թողնում ենք մի կողմ բնականաբար սպասելով այն մեծ փոփոխություններին, որին կրկնում եմ մեր ժողովուրդը արժանի է եւ որի այլընտրանքը խոշոր հաշվով չկա։ Հանրապետության նախագահի գնահատականները տնտեսական մրցակցության, հովանավորության եւ այլնի վերաբերյալ գոնե ինձ համար, ձեզ համար, մեր հետաքրքրված հեռուստադիտողների համար նորություններ չեն։ Այլ հարց է, որ այդ ճանապարհին այն ձեռքբերումները, որ մենք ունենք, դեռ բավարար են խոսելու բեկումնային հաջողությունների մասին։ Բնականաբար ոչ, եւ բնականաբար հանրապետության նախագահի ուղերձը հստակ է բոլոր այն դերակատարներին, ովքեր ում որ վերաբերում էր դա, մեր կյանքից բացառելու այդ երևույթները, որովհետև փոքր տնտեսություն ունենալու պարագայում, մանավանդ այս աշխարհաքաղաքական իրավիճակում, մենք չենք կարող, չէ, այդ ճանապարհով այդ թերացումները, որ մեր կյանքում կան, համակերպվենք դրանց հետ, ասենք օբյեկտիվորեն պետք է հաշվի առնենք, պետք է այն խնդիրները, որ կան մնան եւ այդպես չի կարող լինել։ Եվ մենք մեր մրցակցային առավելությունները պետք է կարողանանք օգտվել նաեւ տնտեսության ոլորտում։ Հիմա տեսեք, եթե մենք տնտեսական հարցերին ենք գալիս, հովանավորչությունը, բյուջեի նկատմամբ տարատեսակ չինովնիկների կողմից, սրանք պետք է բացառվեն։ Եվ հանրապետության նախագահի կողմից այդ հստակ ուղերձները եւս մեկ անգամ ուրվագծում են այն ճանապարհը, որով պետք է ընթանան եւ մեր իրավապահ կառույցները, եւ քաղաքական մեր ընտրանին, եւ այլն, եւ այլն, եւ այլն, որտեւ այն համայնքային կամ պետական ծառայողը, որ իրեն թույլ է տալիս այս իրավիճակում սեփական բարօրությունը տեսնել բացառապես պետական համայնքային բյուջեի միջոցները մսխելով, բնականաբար նա չպետք է տեղ ունենա այն Հայաստանում, որը պետք է կառուցել հանուն մեր երկրի, որին արժանի է մեր ժողովուրդը իր անցած ճանապարհով։ Բայց միևնույն ժամանակ ես չէի ուզի, որ տնտեսության մասին թեև տնտեսագետ չեմ, բայց խոսելիս նաև մենք փորձենք ամեն ինչ ներկայացնենք սևով, որովհետև ամեն ինչ գնահատելի է խոշոր հաշվով համեմատության մեջ։ Եթե նախկինում համաշխարհային տնտեսական իրավիճակը այնպիսին էր, որ գոնե կային նավթային պետություններ, որոնց տնտեսական ցուցանիշները տարբերվում էին համաշխարհային գործընթացներից, պայմանավորված տնտեսության նավթային ծավալով։ Հիմա դա էլ է օբյեկտիվորեն վերացել եւ հիմա եթե մենք տարածաշրջանային վիճակագրության համապատկերում նայենք, Հայաստանը իր արձանագրած համեստ ցուցանիշներով 3%-անոց տնտեսական աճի խոշոր հաշվով առանձնանում է շահեկանորեն նույն Վրաստանի, Ադրբեջանի, ԱՊՀ այլ երկրների Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրների ցուցանիշներից։ Նույնը վերաբերում է նաև գնաճի վիճակագրությանը, եթե համեմատության մեջ նայենք, նույնը վերաբերում է մեր ազգային արժույթի վարքագծին։ Բայց ամբողջ խնդիրը հետևյալն է, որ մենք միշտ ակնկալում ենք ավելին եւ բնականաբար ճիշտ ենք անում, որովհետեւ սոցիալ-տնտեսական բնույթի այն խնդիրները, որ մեր մոտ կան, նաեւ արդարության, տնտեսության ոլորտում արդարության խնդիրները, եւ որի մասին նախագահը խոսեց, դրանք դեռ կան եւ մեր հասարակության համար տեսանելի են։ Այդ խնդիրները պետք է նահանջեն եւ դրանց դեմ պետք է կոշտ պայքար տարվի։ Կոշտ պայքար պետք է տարվի այդ երևույթերի դեմ։ Ինչի եմ ապառնի ժամանակով խոսում, որովհետեւ միևնույն է մենք ինչ ձեռքբերումներ էլ ունենանք, մենք չենք կարող բավարարվել ունեցած ձեռքբերումներով մեծ տնտեսությունների պարագայում ինչպես Միացյալ Նահանգներն եւ այլն եւ ասենք որ մենք հասել ենք մի անգրվանի որտեղ այլևս անելիք չկա։ Այսինքն դա շարունակական գործընթաց է։ Գնահատելով մեր ունեցած թեկուզ փոքրիկ, թեկուզ աննշան ձեռքբերումները պետք է ճիշտ թիրախավորված առաջ ընթանալ։ Նաև խոսքը վերաբերում է ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը եւ խոշոր հաշվով կոռուպցիայի, որի մասին այդքան խոսվեց։ Օրերս նաև ազգային անվտանգության ծառայության պետ նշանակվեց նախագահի նախկին օգնական մեկ շաբաթ առաջ գլխավոր դատախազի տեղակալ նշանակված Գեորգի Կուտոյանը շատերի գնահատմամբ երիտ թևը, այսպես ասենք, հանրապետականի կամ իշխանությունների երիտ թևը գալիս է իշխանության եւ երիտասարդ թևի հաղթանակ են սա դիտարկում, որ ձեր կարծիքով այս փոփոխությունների նույն ելույթի տրամաբանության մեջ փոփոխությունների մեջ դիտարկենք այս նշանակումը, թե ինչպես վերաբերվենք։
Գիտեք, նախ ես որքանով տեղյակ եմ եւ մեր հասարակությունը այդ մասին գիտի, ծառայության տնօրենի փոփոխությունը պայմանավորված էր ծառայության նախկին տնօրեն Հարգարժան տարիքի անցնելու կապակցությամբ մարտով իր կյանքի մեծ մասը գիտակցական կյանքի նվիրաբերել է իշահ մեր երկրին ծառայության ժողովրդի եւ հավուր պատճաճի նաեւ գնահատվեց հանրապետության նախագահի կողմից։ Անվտանգության ծառայությունից հանրապետության նախագահի կողմից պարոն Կուտոյանի նշանակումը ծառայության տնօրենի պաշտոնում իմ կարծիքով դա շատ լուրջ վստահության եւ գնահատականի նաեւ դրսեւորում է, որտեղ եկեք չմոռանանք, որ հանրապետության նախագահը ինքը ինչ որ ժամանակ առաջ անձամբ զբաղեցրել է այդ պաշտոնը եւ առավել քան պատկերացնում է այդ աշխատանքի եւ պատասխանատվությունը անասելի եւ նաեւ այն դժվարությունները, որ ցանկացած պարագայում կարող են լինել։ Ինձ համար տպավորիչ էր այն, որ ես հեռուստատեսությամբ հետևելով այդ կադրերին եւ խորհրդակցությանը ես տեսա մի կողմից պարոն Գորիկ Հակոբյանին իր պատկառելի փորձով, իր անցած ճանապարհով, մյուս կողմից պարոն Կուտոյանին որպես նոր նշանակված ծառայության տնօրեն եւ վստահ եմ, որ այդ ամենը միասին հաջողություն կբերի այդ կարևոր օղակում։ Ինչու այդ կառույցից որևէ մեկը չընտրվեց, հա։ Գնահատականների հետ ճիշտ ասած ես կատեգորիկ համաձայն չեմ, Եթևի հաղթանակը։ Իհարկե բոլոր այն մարդիկ, ովքեր Այդ խանդի դրսևորումները կային։ Թույլ տվեք նկատել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր շատ թե քիչ գոնե պետական կառավարումը կամ ազգային անվտանգության կամ հատուկ ծառայությունների դերակատարությունը պատկերացնում են, հազիվ թե մտքի ծայրով նույնիսկ անցկացնեն այդ տեսակ նշանակումները նման թեթև մեկնաբանություններով համեմելը։ Ասել թե հանրապետականի ներսում հա ավակ սերնդի մեջ չկա հիմա խանդի դրսևորում երիտասարդների նկատմամբ, որովհետև բավական տարբեր պաշտոններում երիտասարդներ են նշանակվում։ Ներկայացնում նույն օրինակ, երբ որ ձեր մասին ասվում էր, որ շուտով հնարավոր է Եվրախորհրդում հայկական պատվիրակության ղեկավարի դերում հանդես գաք եւ Հերմինե Նաղդալյանը լքի այդ պաշտոնը, այսինքն պատվիրակության ղեկավարի, էլի խանդի դրսևորումներ կային, այնպես որ ինչ որ փոփոխություններ են լինում, սերնդափոխություն։ Առանձնացնենք, նախ եթե խոսքը վերաբերում է քաղաքական որևէ կուսակցության ներսում ընթացող գործընթացներին, եթե նույնիսկ դրանք կան, հիմա դրանց թույլ տվեք անդրադառնալ, բայց դա երբեք ազգային անվտանգության ծառայության վրա տեղափոխել ինքնաբերաբար սա երիտասարդներով, քաղաքական ուրեմն, ավելի շատ դա իմ պատկերացմամբ մեր մամուլի թույլ տվեք նկատել կամ գուցե փորձագիտական շրջանակների կողմից գուցե լավ մտածված կամ աշխատող մի հնարք է, որը ավելի հետաքրքիր է դարձնում։ Դե անսպասելի էր այդ նշանակումը, որտեղ տարբեր անուններ էին շրջանառվում։ Տեսեք, հիմա եթե վերադառնանք մեր խորհրդարանին, ինչ որ դուք հարցնում եք, ինչու՞մն է բանը, որտեղ ոչ մի երկիր չի կարող, չի առաջ գնալ, եթե դու ժամանակի ընթացքում չներգրավես բոլոր այն կարող ուժերին, որոնք ասպարեզում կան, կամ որոնք կարող են մրցակցային առավելության շնորհիվ իրենց նպաստը բերել մեր երկրի առաջխաղացմանը։ Բայց միևնույն ժամանակ վերցնել եւ ասել, որ առանց քաղաքական հսկայական փորձառության, ինչպես ասում են, տեսածը, ապրածը մարսելու որոշումների կայացման գործ վստահել որևէ մեկին, դա էլ իր հերթին կարող է բերել սխալների, թերացումների, որոնց շտկելը ապագայում շատ դժվար կլինի։ Այնպես որ ճիշտն այն է, ինչ այսօր տեղի է ունենում, դա փորձի եւ եթե թույլ տվեք ձևակերպել նաեւ նոր սերնդի, այսպես ասած, ներգրավումն է եւ դա օրինաչափ է, որովհետեւ դա բնության թելադրած կանոններն է, բայց ես շատ հեռու եմ այն մտքից, որ նման երևույթ կա իշխանության ներսում, դա իրականության հետ առնչություն չունի, այլ բան, որ դա գրավիչ թեմա է մամուլի համար եւ ցանկացած պարագայում հիմա չվստահեց նախագահը որևէ մեկին այդ նույնիսկ ազգային անվտանգության ծառայությունից գեներալներ կային, գնդապետներ կային, հա, եւ ասենք օրինակ Գյորգի Կուտոյանը, որ նոր է, հա, գնդապետի կոչում, չվստահեց, ինչ թե ուզեց բոլորովին անսպասելի նոր։ Ես հարցը այլ կերպ եմ դիտարկում։ Իհարկե մենք եւ ազգային անվտանգության ծառայությունում եւ ուժային այլ կառույցներում մեր բանակում ունենք տասնյակ, հարյուրավոր վաստակաշատ գեներալներ, գնդապետներ, սպայական կազմի ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրի անցած ճանապարհը գուցե նաև հետաքրքիր պատմություն կլիներ
գործից անտեղյակ մարդկանց պատմելու համար որպես պատմություն։ Բայց եթե հանրապետության նախագահի կողմից կայացվել է նման որոշում, ես նորից եմ կրկնում չմոռանաք, որ հանրապետության նախագահը ինքը ժամանակին զբաղեցրել է այդ պաշտոնը, ուրեմն դա պարոն Կուտոյանի, ինչպես նշվեց, հետևողականության, սկզբունքայնության, պետական մտածողության, այս ամենի հավաքական ուրեմն արդյունքներ։ Եվ ես վստահ եմ, որ պարոն Կուտոյանին, պարոն Հակոբյանի աջակցությամբ, մեր սպայակազմի աջակցությամբ կհաջողվի նոր դրական արդյունքներ արձագանքել նաև համակարգի համար։ Եվ այնպես որ չի ուզենա, ես որ մենք շատ ծանրանայինք այդ հարցի վրա, որովհետև նույնը ես խորհրդարանում եմ եւ շատ դեպքերում տեսնում եմ, որ ինչպես ասում են, հաճախ երբ դրա նույնիսկ անհրաժեշտությունը չկա, նման որոշումները դառնում են քննարկման առարկա։ Երբ որ ես օրինակ փոխարինեցի, դուք նշեցիք այդ օրինակ Արփինե Հովհաննիսյանին, նորից նման խոսակցություններ եղան, նույն փոքրիկ օրինակ եմ վերում ԵԽԽՎ պատվիրակության հետ կապված։ Բայց եկեք չմոռանանք, որ դրանք մամուլի համար գուցե հետաքրքիր թեմաներ են։ Մամուլը ամեն դեպքում ինքն իրենից չի այսպես հորինում, կան ինչ-որ պրոցեսներ, որոնք դուրս է բերում կուլիսային Գիտեք, Սատիկյան, պրոցեսներ կան այնքանով, որքանով կան յուրաքանչյուր հասարակության ներսում, բրիտանական, ամերիկյան, եւ որտեղ բնությունը ունի իր թելադրած պայմանները։ Հիմա հնարավոր է փոփոխություն դուք լինեք պատվիրակության ղեկավար, թե չէ։ Նախ ես կխնդրեի ձեզանից եւ բոլոր մեր մնացած լրատվամիջոցների ներկայացուցիչներին այլևս չանդրադառնալ այդ թեմային, ինչու, որովհետեւ նախ դա պաշտոն չէ, ինչպես շատ հաճախ ասում են, որովհետեւ դա սարսափելի ծանր պատասխանատվություն է, առավել եւս ի նկատի ունենալով այն բոլոր հանգամանքները, որ կան։ Ես նման ցանկություն կամ ինչպես ասում են ամբիցիա չեմ ունեցել, չունեմ եւ երբեք չեմ ունենալու։ Ես բավարարված եմ որպես պատվիրակության, ինչ այսինքն դա ամբիցիան մի դիտարկեք որպես անդամ թույլ տվեք ասել, որ բավարարված եմ իմ դերակատարությամբ, փորձելով անել այն, ինչի մտավոր կարողությունների, ունակությունների շրջանակում է իշա մեր ժողովրդին եւ մեր դիրքերի ամրապնդմանը։ Եվ պետք չէ նաեւ նման խոսակցությունները դիտարկել որպես մեր պատվիրակության ընդհանուր աշխատանքի ժամանակ ուղղակի չկա, թե չէ կխոսեինք նաեւ այդ պատվիրակության արդյունավետ աշխատանքի ճակերտավոր վերաբերյալ, այլապես չէր հայտնվի նաեւ չէր հայտնվի շատ կոռեկտ պարոն Բեկարյանը շատ ամեն դեպքում այդ պատվիրակության մեղքով էր նաեւ։ Ինչ որ ես ուզում եմ խոսել այս ճակերտավոր հանրապետական եւ դաշնակցություն ամուսնության մասին, արդեն ճակերտավոր ամուսնության մասին, արդեն քանի շաբաթ ձգվում է այս բանակցությունները։ Ինչու՞ով է պայմանավորված այս ձգձգումները, որտեվ կարծես թե արդեն կայացած գործընթաց է կարելի համարել ավարտում, բայց ինչու չի տեղի ունենում։ Նախ թույլ տվեք գնահատելով ձեր մտքի սրությունը, այդուհանդերձ ասել, որ քաղաքական ուժերը միմյանց հետ չեն ամուսնանում եւ գուցե բարեբախտություն դա ճակերտավոր էսպես ասենք, հա։ Հայ հեղափոխական դաշնակցության եւ իշխող կուսակցության համագործակցություն առավել քան տրամաբանական է եւ այդ տրամաբանությունը բխում է անդրադառնում ենք նորից սահմանադրության, այդ նոր սահմանադրության ընդունմանը եւ այն պետականաշինության հայեցակարգին, ապագա ընթացքին, որի մասին կա սկզբունքային համագործակցություն։ Եվ երբ որ հայեղափոխական դաշնակցությունը մեզ հետ միասին լայն աջակցություն ցուցաբերեց այդ սահմանադրական հանրակրվեի Քարոզ Արշավին, դա ինքնաբերաբար ինքնին նշանակում է, որ դա նաեւ որոշակի պատասխանատվություն է ինքնին ենթադրում կյանքի կոչելու այն, ինչ այնտեղ գրված է, որտեղ մի բան է ընդունել սահմանադրություն շատ հրաշալի գրված լուծումներով տեքստով, մի բան է դա կյանքի կոչել։ Ահա հիմա մենք եւ 3 խոշոր հաշվով ազդարարվեց դա, մտնում ենք այդ սահմանադրության ենթադրած փոփոխությունների կյանքի կոչման մի երկարատև process-ի մեջ եւ առավել քան օրինաչափ է այս առումով հայ հեղափոխական դաշնակցության հետ իշխող կուսակցության համագործակցությունը, կուսակցություն, որ իր կայուն մշտական տեղն ունի մեր քաղաքական կյանքում, երկարելու կամ կարճ լինելու խնդիր իմ կարծիքով բացարձակ չկա, կրկին բնականաբար մամուլի միջոցներին շատ հետաքրքիր է, որ պետական պաշտոնյան ումով կփոխարինի եւ այլն։ Իհարկե, դրանից շատ բան է։ Ես հասկանում եմ այդ հետաքրքրությունը, բայց առավել կարևոր է այլ հանձնառություն, թե այդ երկու քաղաքական ուժերը միասին
որպես ծանր քաշայիններ, հա, մեր քաղաքական կյանքի այսօրվա պատկերում։ ինչու- Ինչ հեռանկարում ինչ է իրենից խոստանում, այդ համագործակցության արդյունքում ինչ է լինում։ Ինչու ոչ թե Բարգավաճ միտքս, ես միշտ կողմ եմ, որ որքան էլ քաղաքական իշխանությունը ունենա ամբողջական հնարավորությունները միայնակ իշխելու, պետք է միշտ գտնել այն գործընկերներին, ովքեր ասելիք ունեն եւ պատասխանատվություն Բարգավաճ Հայաստանը ասելիք չունեցողը արդեն գործընկեր է։ Ինչու իրենց չառաջարկվեց այլ դաշնակցությանը։ Ես նման բան չասեցի, ես ասեցի այն, Ես հարց եմ տալիս մտածողությունն է, Բարգավաճ Հայաստան կուսակցությունում կան շատ պարկեշտ, գրագետ, պատրաստված մարդիկ, սեփական մոտեցումներ ունեն ստեղծված իրավիճակի կամ գալիք խորհրդարանական ընտրությունների դրանից հետոյի հետ կապված եւ այնպես որ պետք է յուրաքանչյուր կուսակցության դիրքորոշումը ընդունել հարգանքով։ Այսինքն առաջարկվել է մերժել են, թե չի առաջարկվել, չի առաջարկվել, չէ՞։ Ինչին հարգանքով վերաբերվենք իրենց։ Չէ, ես չեմ կարող ասել, որովհետև նման առաջարկների հեղինակը ես չեմ եւ կարող եմ ասել, որ ես տեղեկացված չեմ, բայց դատելով հանրային, ուրեմն հարթակներում հնչեցվող տեսակետներից պետք է հարգանքով մոտենալ բոլոր հնարավոր մեր գործընկերների տեսակետներին, մոտեցումներին եւ այլն։ Բայց նորից եմ կրկնում, քաղաքական իշխանությունը, որը նույնիսկ ամբողջական իշխանություն ունի, պետք է չխորշի համագործակցությունից, նոր ուժերի ներգրավումից, նոր կարող մարդկանց ներգրավումից։ Սա շատ կարևոր մտածողություն է մեր ապագայի հետ կապված եւ որ հանրապետության նախագահը եւս սա կարևորեց եւ շեշտեց, որովհետեւ շատ հեշտ է, գիտեք, ցանկացած քաղաքական իշխանության, եթե դու ունես ամբողջական իշխանություն, ինչ որ պահի քեզ մոտ կարող է տպավորություն ստեղծել, որ դու բոլորից բանիմացն ես, բոլորից խելոքն ես, բոլորից հայրենասերն ես եւ այլն։ Այս մտածողությունը պետք է Հայաստանում ջարդվի։ Եվ շատ ուրախ եմ անձնապես նաև, որ հանրապետության նախագահը շատ հստակ այդ մասին արձագանքվեց։ Դեռ այն հանգամանքը, որ որևէ մեկ քաղաքական ուժի իշխանության մեջ չի, դա չի նշանակում, որ մեզանից ավելի քիչ խելոք են կամ ավելի քիչ պատրաստված են կամ ավելի քիչ հայրենասեր են։ Նոր Հայաստանի քաղաքական մշակույթը, որին մենք պետք է հասնենք քայլ առ քայլ, այդ մտածողության հաղթանակին պետք է բերի։ Որևէ քաղաքացի չկա, կրկնում եմ, որ համաձայն չլիներ կամ իր մտքում այդ ցանկությունները չհնչեցներ, որոնք ներկայացվել էին, արձրացվել էին նախագահի ծավալուն ելույթում։ Կարևոր է, որպեսզի դրանք չմնան ուղղակի խոսքեր, այլ իսկապես կյանքի կոչվեն եւ հնարավորինս շատ արագ, որովհետեւ իսկապես ժամանակը արդեն կարող է աշխատել ոչ մեր օգտին։ Համաձայն եմ եւ այդտեղ մեզանից յուրաքանչյուրը պետք է գծագրի այն անելիքները, որ անձամբ ինքն ունի։ Շնորհակալություն պարոն Ֆարմանյան, հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտող, վստահ եմ դեռ այս օրերի ընթացքում շատ քննադատություններ կհնչեն, ոմանք նաեւ առանց ընթերցելու այդ ելույթը կքննադատեն, ոմանք իսկապես խոր վերլուծությունների կենթարկեն նախագահի ելույթը, որում իսկապես շատ ծանրակշիռ փաստարկներ են ներկայացված բոլորիս ցանկությունն է, որպեսզի մենք ապրենք այսպիսի Հայաստանում։ Մեր բոլոր քաղաքացիներիցս պահանջվում է, Հայաստանի բոլոր քաղաքացիներից պահանջվում է մի բան՝ պահանջատեր լինել ցանկացած պաշտոնյայից, ցանկացած հանրային ծառայողից միջև նախագահ, եւ այս խոսքերը միայն այդ դեպքում հնարավոր է իրականություն դարձնել, կյանքի կոչել, այսինքն մեր մասնակցությունն այստեղ չափազանց կարևոր է։ Շնորհակալություն, բարի գիշեր, կհանդիպենք հաջորդ կիրակի։